Պարոն Սիմոնյան, վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները մտել են ձեր գրազենյակ, հուզարկություններ են իրականացրել, բերման ենթարկվածներ կան։ Մանրամասներ կհայտնեք, ինչ է տեղի ունեցել։ Թե իշխանությունը իր գործելավոճի մեջ փայլում է, ինչքան էլ անցած իրենց ընդդիմադիր ժամանակահատվածում քննադատում էին տվյալ ժամանակահատվածի իշխանություններին եւ անդրախախտումներին վերաբերող հարցերում եւ վարչական ռեսուրսի կիրառման հարցերում իրենք այդ բոլորը գերազանցեցին մի քանի անգամ։ Լուսադեմ ժամը 5:00-ի դրությամբ ահազանգ ստացվեց ինձ, որ ներխուժել են Անի թաղամասում գտնվող մեր շտաբը, դե գիտենք Անի թաղամասը մեր Գյումրի քաղաքի ամենամեծ թաղամասերից մեկն է, ներխուժելով այնտեղ իբր խուզարկության պատրվակով ոչ մի բան չեն հայտնաբերել, ուղղակի ամբողջ թիմին վերցրել իրենց հետ տարել են Երևան, անհատ մարդկանց տներ են մտել, նորից մեր համակիրների, իրենց են վերցրել տարել Երևան, այսինքն պարալիզացրել են ամբողջ շտաբի աշխատանքը, զրկելով մարդկային ռեսուրսից։ Այս պահի դրությամբ մի քանիսին բաց են թողել, տասնյակից ավել մարդ են բերման ենթարկել, իրենք ճանապարհին են հետ են գալիս, բայց արդեն աշխատանքները պարալիզացված, մի խոսքով իրենք գերագնահատեցին այն բարքու վարքերը, ինչից իրենք 20 տարի բողոքել են։ Քանի հոգու մասն խոսքը, քանի հոգու էին վերման ենթարկել։ Տեսեք, անընդհատ զանգեր է գալիս, որ էլի են մարդ տարել, բայց ստույգ տվյալ ունենք 10-12 անձի մասով, որոնց հետ կապ ենք հաստատել, եւ փորձելով որոշակի տեղեկատվություն իմանալ, ասում են անընդհատ, դե պարզ է նպատակը ոչ թե մարդկանց մոտ ինչ որ չեփեներ, մանկալներ, այլ պարալիզացնել կոնկրետ մեր Հայաստան դաշինքի Գյումրու շտաբերը։ Նաև տեղեկություններ կային քաղաքում, որ վստահված անդիմադիր քաղաքական ուժերի վստահված անձանց մեքենաներն են նաև կանգնացնում ճանապարհին, փորձում են ժամանակ խլել նրանցից, խոչընդոտել նրանց աշխատանքը, դուք նման ահազանգեր ստացել եք։ Այո, մեր թիմագիստների մեծ մասի մեքենաները բերման են ենթարկել այդ հատուկ պահպանվող վայրեր, պատճառաբանությունը, որ բեռնախցիկում չի եղել ագնիտուշից էլ, այդպես ենք ասում, բայց մենք շատ լավ գիտենք, որ դրա համար բերման չեն ենթարկում, մաքսիմալը որ անում են, ակտը գրում են, ակտավորում են, ճանապարհ են տնում, մեր տղաները բազմիցս իրենց ասել են, որ գրեք ակտը մենք կմուծենք, բայց ինչի համար եք բերման ենթարկում մեքենան, թե բա չէ, տարել են այնտեղ, նորից ցկել են ժամանակի վրա են խաղացել, վերջում դե կիրագի օրը չենք կարող թողնել մեքենաները, հարցը հետևյալն է, բա կիրագի օրով ինչի եք տանում պահպանվող վայր, այսինքն նորից նույն գործելավոճը արդեն ծիծաղելու է, որ ինչից խոսել են, գերագնահատել են ամեն ինչով։ Պարոն Սիմոնյան, մասին ինչ խախտումներ են արձանագրվել այս ժամերի ընթացքում, հետև արդեն 2 ժամ անց պիտի ընտրության արդյունքները սկսեն ամփոփել, ինչ խախտումների մասին են ձեզ հայտնել։ Մի քանի տեղամասերից ահազանգ ենք ստացել, որ 17 համարի քվեաթերթիկը չի եղել, բացակայել է, եւ երբ որ բարձրաձայնել են, որ չկա 17 համարը, այսինքն չեն տվել, ոչ թե ընդհանուրի մեջ չի եղել, այլ չեն տվել մարդուն, եթե մեր քվեարկողը չլիներ, ուրեմն կարող է իր աչքով չգներ, եթե ասենք կողմնորոշված չէ, այդ պահին է փորձում կողմնորոշվել, նմանատիպ դեպքեր է արձանագրվել։ Մարդիկ կան, որոնց տան վրա գրանցված տարբեր անուն ազգանուններով մարդիկ են եղել, եւ այդ ամեն ինչը հասկանալի է, որ իրենք պարտության զգացողություն ունենալով փորձում են արդեն այս դաշտ նետել նմանատիպ այլանդակություններ։ Եվ կոնկրետ քաղաքական ուժերի մասին չխոսելով, հաշվի առնելով, որ ամեն դեպքում այսօր չի կարելի քարոզչություն իրականացնել, դեռևս 2 ժամ կա այդ սահմանափակմանը, ինչ է կարծում այսօր երեկոյան ինչ տեղի կունենա Գյումրիում, կարելի է ակնկալել, որ նախորդ ընտրությունների նման Գյումրիի թիմ ընտրությունների նման գուցե ինչ որ վիճաբանություններ լինեն ընտրատեղամասերի մոտ, նման միջադեպեր ակնկալում եք, որ կարող են գրանցվել, թե ամեն դեպքում հանգիստ անձնի։ Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է ակնկալել, իրենք գործում են անկանխատեսելի,
չունեն որևիցե սահմաններ, կարմիր գծեր, իրենց որտեղ պետք եղավ այդ սահմանները անցնել, ոտնատակ տալ, ուրեմն իրենք անում են։ Դրա համար չփորձեմ այս պահին քննադատական տալ,